Կառավարությունն արդեն գրավոր քվեարկությամբ հաստատել է առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին և հարակից օրենքների փոփոխությունների օրենսդրական ամբողջական փաթեթն ու ուղարկել ազգային ժողով։ Նախագիծը խորհրդարանում կքննարկվի անհետաձգելի ռեժիմով։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մենք այս բարեփոխման վրա, պարոն վարչապետ, 3 տարի նաև ազգային ժողովի մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ենք աշխատել եւ այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է եւ ըստ էության մենք ունենք կոնսենսուս համաձայնեցված նախագիծ, որը իհարկե ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել։ Գործադիրի ղեկավարը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ առողջապահության ապահովագրությունը լինելու է ոչ թե համապարփակ, այլ համընդհանուր, քանի որ այն չի ծածկելու առողջապահության բոլոր ծախսերը։ Ընկալում ա եղել, որ գուցե հունվարի 1-ից պետք չի ներդրել, այլ ավելի ուշ ժամկետներից, ես կողմ չեմ դրան։ Ընդ որում նկատառումն են, որ պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ ցանկացած չկա տենց պրոբլեմ, որ չգնա եւ պրոբլեմի չհանդիպի։ Բարեփոխումը մեկնարկում է այդ կետից, երբ որ ինքը իրական կյանքում գնում իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ մեկ էլ մենք այնպիսի մի բան ենք անելու, որը տենց առաջին վարքյաններից նենց սահուն ամեն ինչ գնալու է, որ մենք դա չենք նկատելու։ Չի լինում տենց բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է։ Հունվարի 1-ն է, նոր տարի է, մարդիկ դիմավորել են նոր տարին եւ վատ են զգացել։ Ինչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի 2-ի կամ 3-ի կամ 4-ի համեմատ այս տարի։ Նախորդ ենք տալիս, որ նոր տարուն էլ ուտենք քիչ, առողջարար խորհուրդ տալիս տարվա համար։ Այո։ Փաշինյանը շարունակում է շատ ուտելու ու խմելու թեման։ Հունվարի 3-ին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել է։ Ու այնքան վատ ազգում, որ բժշկի կարիք ունի։ Ինչ անելու։ Հավելվածն է քաշել է։ Զանգում է շտապօգնություն։ Շտապօգնությունը գնահատում է նրա վիճակը։ Եթե գրանցում ենք շտապօգնության կանչ, շտապօգնությունը կգա, նրան կտեղափոխի հիվանդանոց։ Հիվանդանոց հասնելուն պես, քանի որ սա ռեժիմ կա, որ մի րոպե չափից շատ է կերե կամ խմե, ապահովագրությունը դրա այդ գործ չունի։ Չէ, եթե վիճակը հասել է նրան, որ շտապօգնության կարիք կա, այդ պահին մենք չենք դիտարկի, բայց պարոն վարչապետ, հետագայում մենք հիշում եք բոնուսներ ենք սահմանել այդ քիչ ուտելու, այսինքն քրոնիկ շատ խմողների, շատ ծխողների համար, որ բոնուս մալուս համակարգ գործելու է, անպայման։ Բայց հիմա չէ։ Հիմա մենք որովհետև դեռ չգիտենք ով է շատ ծխում, ով է շատ խմում, դա հետագայում կիմանանք։ Առողջապահության թեմայից Փաշինյանն անցում է կատարում վիճակագրական կոմիտեի շուրջ քննարկումներին։ Խորհրդանում վիճկոմին լավ քննադատում էին, դուք այնտեղ չէիք, պարոն Նացականյան, որ արձագանքեիք, բայց ես առաջարկել եմ, որ դուք գնաք իրանց այդ հանդիպումների ժամանակ արձագանքեք։ Էլ ասում են, որ մենք ձեր վրա ճնշումներ ենք գործադրում, որ դուք թվեր նկարեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձագանքում է։ Արձագանքել ենք, արդեն հրապարակվել է եւ շատ կոնկրետ, փաստարկված ձևով, պարոն վարչապետ։ Վիճակագրական կոմիտեն հիմնազուրկ է որակել ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքները, հրապարակվել է, փաստարկված։ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արգելք կսահմանվի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վրա։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, ինչպես նաև արկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Նախարարն ընդգծում է սահմանված արգելքների խախտման դեպքում տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, առաջին դեպքում նախազգուշացում, խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100-ից 150 հազար դրամ տուգանք։ Գործող
կարգավորումներով տուգանքը կազմում է 30-ից 100 հազար դրամ։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։